Նյու Յորքի Times Square-ում հայտնվել է խորհրդավոր գովազդ առաջարկելով ուղարկել հաղորդագրություն կախարդանք տեսնելու համար։ Հազարավոր մարդիկ հետևել են հորդորին եւ անակնկալ կերպով նրանց հաշվին փոխանցվել է $119։ Ավելի ուշ պարզվել է, որ սա «Հիմա ես տեսնում եմ քեզ» ֆիլմի երրորդ մասի գովազդային արշավի մի մասն էր։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ շուտով Ռոսիա ալիքում կցուցադրվի նոր վավերագրական ֆիլմ, նվիրված Պուտինի իշխանության 25-ամյակին։ Ֆիլմը փորձելու է ներկայացնել նրա քաղաքական ուղին եւ ձեռքբերումները, իսկ Պեսկովը ընդգծել է, որ Պուտինը պատմական առաջնորդ է։ Գիտնականները ստեղծել են մատանի, որը կարող է հետևել զուգընկերոջ ֆիզիոլոգիական արձագանքներին եւ վարքագծին բացահայտելու հնարավոր դավաճանության նշանները։ Մարտանին արձանագրում է լարվածությունը վառվելով վարդագույն լույսով, ինչը արդեն առաջացրել է բուռն քննարկումներ։ Ռուսաստանի արխիվում ցուցադրվել է Ադոլֆ Հիտլերի ծնոտի մասերից մեկը, որը ըստ պատմաբանների ապացուցում է նրա մահը։ Այս գտածոն ներկայացվել է ծխախոտի տուփի մեջ որպես եզակի պատմական վկայություն։ Իսկական տղաներ սերիալի դերասան Արմեն Բեժանյանի դեմ հարուցվել է քրեական գործ ընդերքի օգտագործման կանոնները խախտելու եւ մոտ $1.5 միլիոն վնաս պատճառելու մեղադրանքով։ Դերասանը հաստատել է գործի գոյությունը, սակայն նշել է, որ փաստաթուղթը դեռ չի ստացել։ Մոսկվայի եկեղեցու քահանաները օծել են առաքող ռոբոտը նրան չար ուժերից պաշտպանելու նպատակով։ Սա միաժամանակ արտացոլում է եկեղեցու բաց վերաբերմունքը տեխնոլոգիաների նկատմամբ եւ քաղաքի նոր տեխնոլոգիական իրականությունը։ ԱՄՆ-ում տարեց քաղաքացու խաբեությամբ հափշտակվել է մոտ $330 միլիոն բիտքոին։ Խաբեբաները բաժանել են գումարը տարբեր հաշիվների միջև թվային հետքերը թաքցնելու համար։ Այս դեպքը կրկին բարձրացրել է կրիպտո անվտանգության խնդիրները։ Գիտնականները պարզել են, որ ճարպակալումը կարող է դանդաղեցնել ուղեղի աշխատանքը, առաջացնելով կառուցվածքային փոփոխություններ եւ թուլացնելով ճանաչողական ունակությունները։ Քաշի կրճատումը կարող է բարելավել վիճակը։ Իսպանիայում եւ Պորտուգալիայում տեղի ունեցած հոսանքի խափանումը շփոթությունից վերածվել է անսպասելի հանգստյան օրվա։ Մարդիկ դուրս են եկել փողոց, շփվել եւ գնահատել տեխնոլոգիաներից ազատ ժամանակի կարեւորությունը։ Գիտնականները մշակել են նոր ծածկույթ, որը պաշտպանում է ատամները կարիեսից առանց ավանդական լվացման։ Այն խոչընդոտում է վնասակար մանրէների աճը եւ նման է բնական էմալին, խոստանալով փոխել բերանի խնամքի ապագան։ Այս եւ այլ լուրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ կարդալով օրագիր News կայքը։